Նոյեմբերի 15-ին ժամը 21:20-ին Արթիկ բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում ստացվեց, որ ծակած կտրած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արթիկ քաղաքի 22-ամյա մի բնակիչ։ Օպերատիվ խումբը շտաբ հիվանդանոց մեկնեց։ Ոստիկանները տուժողի հետ խոսել, սակայն չկարողացան։ Ի վիճակի չէր բացատրություն տալու։ Տեղում հաջողվեց պարզել միայն, որ երիտասարդը հիվանդանոցում է հայտնվել վիճաբանություն ծեծկրտուքի հետևանքով։ Շուտով ճշտվեց նաև, որ վիճաբանությունը տեղի էր ունեցել նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում Արթիկի երկաթգծի կայարանի տարածքում։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ բաժնի քրեական հետախույզները մի քանի ժամում պարզեցին ոչ միայն դեպքի հանգամանքները, այլև տուժողի հետ վիճաբանած անձանց ինքնությունը, այդ թվում և դանակահարողինը։ Վիճաբանությունը ծագել էր Շիրակի մարզի Փանիկ գյուղում փանիկցի Դավիթ Ասլանյանի և արթիկցիներ Մհեր Պարավյանի, Հովհաննես Աղաբաբյանի ու Վարազդատ Խաչատրյանի միջև։ Վիճաբանությունն այնուհետև շարունակվել էր արդեն Արթիկ քաղաքում։ Երիտասարդները պայմանավորվել էին հանդիպել երկաթգծի կայարանի տարածքում, որտեղ նրանց էր միացել նաև տուժողը։ Այստեղ ևս չէին կարողացել ընդհանուր հայտարարի գալ։ Ավելին, վիճաբանությունն առավել սուր ընթացք էր ստացել և ավարտվել նրանով, որ Դավիթ Ասլանյանը դանակով հարվածել էր Սամվել Պարավյանի որովայնին ու պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դավիթ Ասլանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քննությունը շարունակվում է։